շփոթվել եմ, ասել եմ, հայտարարություն եմ տարածել, եթե դուք սա է ձեր, լսեք, ձեր ինքնությունը սա է։ Հիվը շփոթված եմ ասել, հայտարարություն եմ տարածել, վերջ, չեմ տալիս ձեզ, լսեք, չեմ տալիս հարց, ներողություն եմ խնդրել։ Հարցազրույցում մի քանի անգամ դուք ասում եք, որ Լսի, ներողություն եմ խնդրել, հերացեք սրելի։ Լսեք, չեմ տալի հարցազրույց, հերու գնացեք։ Դա ազատ տարածք է։ Հետ աշխատում։ Բայց այնուհանդերձ դուք Ասեմ հերու գնա։ Դուք չեք ուզում այդ Ոչ։ Գնացեք ստեղից, չեմ ուզում հարցազրույց ձեզ տամ, հերու գնացեք։ Այսինքն այդ հայտարարությունը Բայց շատ վաղ, շատ վաղ։ Ու սա, լսեք, դուք, ես հիմա, լսեք, դուք շատ վաղ մարդ եք, 100 անգամ ասում եմ, դուք ձերն եք անում, որտև դուք փող եք աշխատում ձեր, լսում եք, ձեր յութուբներով ուզում եք շատ մարդ նայի, բայց ես ձեզ մարդկային ասի, շփոթվել եմ, դուք այլ հարկ չեք տալի, լռեք։ հարցազրույցում մի քանի անգամ պնդում Մի քանի անգամ եք ասում։ Որտեղ շփոթված են ու գալիս մենք ասում էին դա, որտեղ կիսել է ես, երբ որ եղել է պայթունի դեպքը, այդ 400-ն է, 400 քանիսն են մեջ, պայտակ այդ 210-ով 10 ասեցի, սա է եղել, որտեղ ես ուզում եի ասեի, որ ենքանը չեն զովել, մարդիկ պայթունից էլ են զովել, բայց մարդ եմ, ուղեղիս մեջ այդ թիվն էր եղել, դեն շփոթված ասեցի, ներողություն եմ խնդրել, լավ անարմար չի, հիմա սավանակ ձև ասում եմ, ոչ շփոթվել եմ, ներողություն եմ խնդրել, որովհետև մարդ ես ուղեղիդ մի թիվ է լինում, պատահաբար դա ես հայտարարում, որովհետև իհարկե ես առաջի 11 հոգին էլ եմ հիշում, որ ազգային անվտանգության տղեկը մաց, մոտս տպավորությունը բան եղավ, Ես ա եղել, հիմա ինչ եք ուզում, մարդ եմ չեմ, ես տարիքի ներողություն, ես երեք ներողություն եմ խնդրում, երեք ես ներողություն խնդրեցի, հրապարակեցի, որտեղ մեքենայի մեջ եմ հիշել, ասի պես մի րոպե ասեցի, ու տենց գնաց, ասի զանգեցի մեր տղաներին, ասի մենք ճշտեք, ոնց որ դեռ սխալ թիվ եմ ասել, ես սա եղել պատմությունը, ասի հայտարարություն անենք, ներողություն խնդրենք, մեր եղբայրներն են, մեր քույրերն, ինչի մասին է խոսքը, մարդ ես ուղեղիդ մեջ այդ թիվն ա եղել, դա ես ասում, հիմա սա դարձնել ինչ, ես այն դեպքում, երբ որ երեք ասել եմ հայտարարությամբ հանդես եմ եկել, անհարմար է, ուղղակի սա է, մեզ հա մեր ինքնությունն է, իրականությունն է, ինչ ճիշտ հասկացեք, մեկը չկար որ ասես, բա ինչի տենց է, սա լավ սա ձև է, չէ, բայց լսեք, ես ասեցի հայտարարությամբ հանդես եմ եկել, վերջ, ինչ էր եղել, հայտարարությամբ հանդես եք ասի, ներողություն եմ խնդրում, խոնարհվում եմ զոհերի առջև, ինչ ասեմ ուրիշ, մարդը շփոթվել է, լսեք կա մարդ, որ չի շփոթվել։ Բայց ամեն դեպքում ասում են, որ իշխանական լրատվամիջոցներով ամեն դեպքում այդ ատելությունը գեներացում է արցախցիների նկատմամբ։ Ես երեք այդ հարցին ներողություն, դուք տեսել եք իմ հարցազրույցը ամբողջությամբ, այդ հարցին պատասխանել եմ։ Բայց ինձ սա դուր չի գալ, ես ոչ մեկի գերին չեմ, հիմա չի կարա ես ընկերը երիտասարդ, իմ փորձի, իմ կյանքի, իմ պատկերացումների, իմ մարդկային որակների վրա ազդի չի կարա, սա, լսեք, ինձ լսեք, ես շատ լավ ամեն օր կարդում եմ, ամեն ինչից տեղյակ եմ, ես մարդիկ ովքեր որ յութուբյան, այդ տառապում են դրանով, իրենց համար թքած ունեն Հայաստանի Հանրապետության ապագան, Հայաստանի Հանրապետության շահը, չկա այդպիսի բան, խնդիրը ինչումն է, մարդ ուզում է, որ իր մոտ շատ մարդ նայի, մարդ ուզում է, որ դրանից որոշակի եկամուտ ստանա, սա ես չեմ կարծում, լրագրությունը ուրիշ բան է, դա ուրիշ բան է, ես հասկանում եմ դրանք նոր գործիքներ են, նոր, այս պահի գործիքներ են, մարդիկ այդ գործիքներից են օգտվում, և պատահական մարդիկ են օգտվում, որոնք որ կրթություն չունեն, որոնք որ այդ մասնագիտական առավելությունը չունեն որպես լրագրող, բայց լրագրողը դա մի ուրիշ որակ պետք է լինի, լրագրողը ուրիշ պետք է գիտակցություն ունենա, ուրիշ կրթվածության աստիճան, ուրիշ ձև պետք է, ներողություն եմ խնդրում, ներողություն մի վարկյան, թողեք միջև վերջ ասեմ, լրագրողը պետք է այդ միջավայրը ճիշտ գնահատի, ճիշտ հասկանա, խոսքս սրա մասն է, հիմա մարդը տեսեք, Սուքիասյանը երեք, ես ինչն ասում եմ, հարցակում ասում եմ, ոչ չեմ տալիս, դուք օրինակ սա նորմալ էիք համարում,
Հիմա լսեք, նշանակում է, որ ինքը իր երիտասարդ հալով իմ ամբողջ կյանքը ես անցել եմ ու դու ոչ մի ներողություն, լսեք ուշադիր։ Ես թեման չեմ փոխում, ես պատասխանեցի։ Չեմ դնում, որովհետեւ եթե շատ եք ուզում իմանալ, ես տեխնիկական միջոցներ չունեմ, որ ազգային ժողովի ճեպազրույցները իմ մոտ դնեմ։ Ապրեք, շնորհակալություն։ Ես հիմա ներողություն եմ խնդրում մի բան, լսեք ինձ ուշ։ Դուք լռեք, ձեզ հարցազրույց չեմ տալիս։ Լռեք, չեմ տալիս հարցազրույց ձեզ։ Լսեք, ես էլ եմ սկզբունքային։ Դու ոչ մի ձեր որովհետեւ ձեզ պայք, ձեզ հարցազրույց չեմ տալիս։ Թիրախային հարց ես ձեզ եմ տալու, դուք ո՞նց եք գումար վաստակում։ YouTube-ներով, բա, լսեք, ի՞նչն է գրանցված։ Գրանցվածը որ եկամուտ եք ստանում, որտեղ ձեզ ինչ է պետք։ Սկանդալապետ որ եկամուտ ունենաք։ Ես բոլորից եք շնորհ։ Լսեք, դուք եք շերվում, դուք, լսեք, դուք ասել եք, ցեսա թվում, բերեք ինձ սուտ եք խոսում, սուտ խոսեցիք։ Լսեք, որովհետև նորից